Բարև ձեզ։ Ով է այսօր բացակա։ Այսօր բացակա։ Շատ ավելի լավ։ Այսօրվա դասի նպատակն է երեխաներ ձևավորել գիտելիքներ, ձևավորել գիտելիքներ հավասարության մասին, իրավահավասարության մասին եւ սոցիալական հավասարության մասին։ Ստացված մեր գիտելիքներով մենք կարող ունակություններ ունենանք կիրառել դրանք մեր ամենօրյա կյանքում։ Ձևավորված գիտելիքներով ուրեմն ունենանք համապատասխան ճշգրիտ կողմնորոշումներ, կարողունակություններ, որպեսզի կարողանանք տարանջատել հավասարությունը, սոցիալական հավասարությունը եւ իրավական հավասարությունը։ Դասի վերջում կիմանանք, սովորենք եւ մեր ձեռք բերած գիտելիքները, իրավագիտակցությունը կարողանանք կիրառել առօրյա կյանքում։ Հետադարձ կապ նախորդ դասի հետ, որը կկապենք մեր նոր դասանյութի, մեր նոր թեմայի հետ։ Հարցեր, երեխաներով կարող են դասել ինչ է արդարությունը։ Արդարությունը արդարացի վերաբերմունքն է բոլորի հանդեպ, բարիքի, սեռի, գտնվելու վայրից, թե նա հաշմանդամ ու հաշմանդամ չի։ Սազքից, իրավիճակից։ Ասա Ժաննա ջան։ Արդարությունը կարգավորվում է օրենսդրությամբ։ Իսկ կարող եք ինձ ասել ինչ է օրենսդրությունը։ Ասա։ Հետևյալ հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը։ Միայն բարոյական նորմերն էին։ Օրենքները, պարտականությունները եւ բոլոր պատիժները, օրենքները, ապրեք։ Օրենսդրությունը երեխաներ, դրանք պետության կողմից ընդունված մեր իրավական ակտերն էին, որոշումներն էին, օրենքներն էին, բնականաբար գլխավորը նաեւ մայր օրենքը, չէ՞։ Սահմանադրությունը, որը անվանում է նաև սահմանադրություն։ Արդարացիության բաշխման քանի տարբերակ ունենք։ Ասա Մանուշ ջան։ Բաշխման, նորմալ եւ սոցիալական։ Բաշխման, նորմալ, ինձ ուզում եմ բաշխման արդարությունը ասել։ Արև։ Բաշխման արդարությունը առաջնում ենք եւ կարելի է ինչ-որ բանը բաշխել ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խմբերի միջեւ։ Ասա բաշխման արդարությունը, Արև ջան։ Բաշխման արդարությունը առաջնում ենք եւ հարկերին ինչ-որ բան բաշխել մարդկանց կամ ինչ-որ խմբերի միջեւ, օրինակ օրենքները։ Օրենքները։ Կարող եք ասել օրենքներից մի երկու օրինակ, որը տարածվում է հասարակության կամ խմբերի միջև։ Ասա Մարիետա։ Օրինակ աշխատանքի վարձատրությունը։ Ապրես, օրինակ աշխատանքի վարձատրությունը։ Հաջորդը։ Օրինակ նորակոչի ժամանակ բոլորի ենթակայել հավաքարարման, բացի օրենքով սահմանված, ազատազրկված զինվորականներից։ Ապրես, շատ ապրես։ Ուղղման արդարության մասին ով կխոսի, ասա։ Ուղղման արդարությունը այն է, մարդ ինչ-որ սխալ է գործում եւ սխալը ըստ օրենքի վերցնում է իր վրա։ Վերցնում է իր վրա, թե ըստ օրենքով կարգավորվում է դա։ Այն ժամանակ եւ ցանկանում եք մեր սխալները ու արել։ Ինչ վնաս հասցրել։ Եվ պատշաճ կերպով վերցնում ենք սխալը։ Այո, եւ ընդունում ենք սխալը։ Ընդունել սխալը երեխաներ, այդ բարոյական հատկանիշ է համարվում, թե ոչ։ Այո։ Բարոյական հատկանիշ է։ Ապրեք շատ։ Դասը եթե կապենք հավասարությունը միջառարկայական կապով կապենք մաթեմատիկայի եւ բնագիտության հետ երեխաներ, այստեղ կարող եք ինձ օրինակներ ասել առարկաներ եւ որ կիրառվում է հավասարությունը որպես այդպիսի հավասարություն դիտարկեք։ Ասա։ Բնագիտություն եւ մաթեմատիկա։ Օրինակ կարող ես ասել։ Մաթեմատիկան օրինակ x-ը հավասար է x2-ի, մակերեսը հավասար է 120-ի։ Բնագիտականը ինչ կարող եք ասել։ Ասես բնագիտականը։ Օրինակ քաշ, շատ արտկաների քաշերը հավասար են իրանց ձևը, չափը, իրական հավասար։ Մարդիկ նման են լինում իրար, երեխաներ։ Ասա Հայկյան, ինչ է Աչքերով, հասարակագիտության առումով հավասարությունը վերաբերվում է ինչին։ Ասա Մանուշ ջան։ Պարտադրանքներին նրանց պատասխանատվությանը։
մարդկանց իրավունքներին ու նրանց պատասխանատվությանը եւ հնարավորություններին, այո, այս ամենից ետելով հասարակագիտության բաժնից ետելով, ինչ կարող ենք հետևություն անել, տեղավորում Մանուշ ջան, կարող ենք հետևություն անել, հետեւյալը, որ հավասար են իրավունքները, հավասար են հնարավորությունները, հավասար է պատասխանատվությունը, ճիշտ է երեխաներ ջան, ապրեք շատ, այժմ սոցիալական հավասարություն եւ հավասարություն, նոր դասի նյութը սոցիալական հավասարություն եւ իրավահավասարություն։ Հավասարություն ասելով հասկանում ենք մարդկանց եւ խմբերի միջեւ հավասարությունը, որը վերաբերվում է ինչին է վերաբերվում։ Եվ տվյալ երկրում բոլոր մարդիկ ունեն արտադրության մեջ հավասարություն եւ իրավունքներ։ Եվ հավասար իրավունքներ։ Սոցիալական հավասարություն ասելով ինչ ենք հասկանում երեխաներ, որ հասարակության մեջ ապրող մարդիկ բոլոր իրար հավասար իրավունքներով եւ ազատություններով իրավահավասարությունը իրենց ինչ են նշանակում։ Դավիթ նշանակում է օրենքների հավասարություն, օրինակ Մասնարարած ազգային ծագումի, կրոնի, ծնվածքի գույնից, ազգությունից, սեռից, տարիքի, սեռից, նաև ապրես Դավիթ ջան, նաև սոցիալական վիճակից բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև բոլոր մարդիկ հավասար են, տեղավորվի Դավիթ ջան։ Խոսենք Մարտին Լյութեր Քինգի մասին, որը քաղաքացիական իրավունքի կարգառուն ներկայացուցիչներից մեկն է եւ հրապարակական խոսություններ էր ունենում ու ներկայացնում էր մարդկանց իրավունքներին եւ իրավահավասարությունը։ 1963 թվականին ամերիկացի չէ, Մարտին Լյութեր Քինգը եւ ելույթ է ունենում Վաշինգտոնին, ես երազանք ունեմ վերնագրով եւ շատ խորհրդային իմաստուներ, քաղաքացիական իրավունքեր ամբողջությամբ զետեղվածի մենախոսության մեջ, ճարի մեջ եւ ինչ էր ասում Մարտին Լյութեր Քինգը, ասա Դավիթ ջան։ նա ցանկանում էր, որ իր եւ ուրիշ երեխաների մեջ խտրականություն չդնեն։ Ինչու իր երեխաների մեջ, որտեղ Մարտին ապրես, որտեղ Մարտին Լյութեր Քինգը սևամորթ է, իր երեխաները սևամորթ են եւ ինչ էր ուզում ասել, ասա։ Նա ասում էր, որ նրանք գնան տարբեր երկրներ, նրանք չդատեն իրենց Աշխի գույնից, այլ ըստ բնավորության։ ըստ բնավորության, եղեք եթե հետադարձ կապենք արդարության հետ, Մարտին Լյութեր Քինգի ճառը, մենախոսությունը ուզում էր ինչ էր ուզում լինել, արդարություն էր ուզում էր աշխարհում ուզում էր լինել արդարություն, ինչի հանդեպ արդարություն էր ուզում լինել, իրավունքների, չէ, օրենքի, կարող եք այստեղ նաև բարոյական իրավունքների մասին էլ խոսել, բարոյական իրավունքները դրանք գրանցված իրավունքներ են, թե չգրանցված երեխաներ։ Չգրանցված իրավունքներ են, ապրես։ Իսկ իրավունքները օրենսդրությունը գրանցված իրավունքներ են համարվում։ Բարոյական նորմերը սահմանում է, որ ինչն է ընդունելի, ինչը ոչ։ Ինչն է ընդունելի, ինչը ոչ։ Ուզում եմ բարոյական նորմերի մասին խոսես։ Բարոյական նորմերը չգրված օրենքներն են, դա արդար է, արդար չէ, լավ է, խիստ պարտքը ճշգրիտ է, սուտ է խոսում, օրինակ ճշմարտացի խոսելը դա բարոյական օրենք է, չստելը, չխաբելը, դա նույնպես բարոյական օրենք է։ Եվ իրավական նորմերն ու բարոյական նորմերը դրանք վարքագծի կանոններ են, առհասարակ վարքագծի կանոններ հարգելը, փոքրերին օգնելը դրանք բարոյական նորմեր են։ Մարտին Լյութեր Քինգը ասում է, որ երազել է Միսիսիպի նահանգը չտարապի անարդարությամբ, այն վերածի ազատության։ Մարտին Լյութեր Քինգի ես երազանք ունեմ
որ վերաբերվում է շնորհակալ եմ բոլորիցս, որ վերաբերվում է երազանքների իրավական հարթակով, որպեսզի բոլորն ունենային անխտիր, բոլոր իրավահավասար լինեին, որպեսզի բոլորը իրավունքները հավասարապես պետությունը սահմաներ, այլ ռասայական խտրականություն չլիներ։ Ես ուզում եմ այս պայն հանձնարարում եմ ձեզ գործնական աշխատանք, բաժանվում եք երկու թիմի, ես երազանք ունեմ, հասկանանք իրավական նորմերը, ձեր երազանքները կարողանան իրականացնել, թե ոչ, ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի ձեր երազանքները առօրյա կյանքում և առհասարակ կյանքում կարողանան իրականություն դառնալ։ Յուրաքանչյուր խմբին հատկացված է 7 րոպե, ուղիղ 5 րոպեից ձեր աշխատանքներն ավարտվում են և յուրաքանչյուր կուրս ներկայացնում է իր երազանքը իրավական բոլոր հղումներով։ Իրավական հղումների մեջ տեսնում եք արդարություն և արդարությունը իրավական նորմերով կարգավորումներ տալիս է, թե ոչ։ Թիմերը ներկայացնում են իրենց գործնական աշխատանքները։ Խորագիրը ես երազանք ունեմ։ Ներկայացնում է Սարգսես թիմը։ Իմ երազանքը ունենանք խաղաղ երկիր, հետ բերենք Արցախը մեր քաջ զինվորները, խելացի ղեկավարների եւ Աստծո շնորհիվ իշխանություն։ Մենք ունենք նաև երազանք ունենալ լավ դպրոց, այդ ամենը կատարվեց 2025 թվականի մարզպետարանի կառավարության եւ համայնքի շնորհիվ։ Այս երազանքները միայն անձնական ցանկություններ չեն, այլ նաև հասարակական կարևոր խնդիրներ, որոնք կազմված են պետության իրավական համակարգի կառավարության որոշումների հետ։ Ապրենք։ Խաղաղությունը հիմք է զարգացմանը, կրթության, մշակույթի և մարդու իրավունքների զարգացման համար։ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև հոգևոր եւ մշակութային կենտրոն։ Իմ երազանքը պաշտպանված եւ ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրություն։ Պետությունը պարտավոր է քննարկել միջոցառումները, ապահովել հետի անվտանգություն ու խաղաղությունը։ Կրոնի հասարակություն իրավունքները նույնպես ամրագրված է սահմանադրությամբ եւ համակարգության համապատասխան օրենքներում։ Սա նշանակում է քաղաքացիների եւ համայնքների իրավունքներ կառուցելու եւ գործելու եկեղեցիների օրենքով սահմանված կարգ։ Սա նշանակում է, որ քաղաքները եւ համայնքները իրավունք ունեն կառուցել եւ գործարկելու եկեղեցի օրենքով սահմանված կարգով։ Վստահ եմ, որ օրենքները պահպանում պատասխանատու է կառավարման եւ հասարակական համախմբման միջոցով։ Հնարավոր է կառուցել խաղաղ եւ հոգեվոր արժեքներով հարուստ հասարակություն։ Կառավարությունը կարևոր դեր ունի իր երազանքների իրականացման գործում, օրինակ բյուջետային միջոցների ճիշտ բաշխումը, օրենքների կիրառումը։ Ապրեք։ Աշխատանքը համարում են բավարար։ Հասարակության մեջ, որտեղ մարդիկ միմյանց հարգում են, օգնում եւ հասկանում։ Ես ուզում եմ, որ հասարակությունը լինի արդար, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր խոսքի եւ կարծիքի իրավունքը։ Իմ երազանքում մարդիկ չեն բաժանվում աղքատի ու հարուստի, ուժեղի ու թույլի, այլ միասին են լուծում իրենց խնդիրները։ Ես երազում եմ, որ հասարակության մասին, որտեղ կրթությունը կարևոր արժեք է եւ յուրաքանչյուր երեխա կարող է սովորել իր երազանքի հետ հասնելու։ Իմ երազանքը իմ աշխարհն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, անկախ իրենց սոցիալական վիճակից, ազգության կամ հնարավորությունից։ Նման հասարակության մեջ մարդիկ հոգ են տանում բնության, քաղաքի ու երկրի մասին, որովհետև հասկանում են, որ բոլորս պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Ես հավատում եմ, որ եթե յուրաքանչյուր մարդ սկսի փոխվել ինքն իրենց, ապա հասարակությունն էլ կդառնա ավելի լավը։ Իմ երազանքն է լինել այդ փոփոխության մի փոքրիկ մասնիկը։ Մենք բոլորս հավասար ենք օրենքի առջև։ Իմ երազանքում հայրենիքն է, հավասարությունը, նշանակում է, որ բոլորս ունեն նույն իրավունքները ու հնարավորությունները։ Յուրաքանչյուր մարդ կարող է սովորել, աշխատել եւ իր երազանքը իրականացնել։ Ինձ հետաքրքիր է շատ մեր ինչ երազանք ունի։ Հենար ջան։ Ես երազանքն եմ, որ երկրի խաղաղություն։ Ապրի աղջիկը, շատ ապրես։
Իմ երազանքը խաղաղ եւ արդար հայրենիքում ապրելն է։ Ես ուզում եմ մի երկիր, որտեղ մարդիկ լինեն հավասար, հարգեն միմյանց եւ ապրեն առանց վախի։ Խաղաղությունը ամենակարևոր պայմանն է, որտեղ միայն խաղաղության ժամանակ է հնարավոր զարգացում եւ երջանիկ կյանք։ Ես հավատում եմ, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրից։ Եթե մարդիկ լինեն բարի, արդար եւ պատասխանատու, մեր հայրենիքը կդառնա ուժեղ ու միասնական։ Ես հիշում եմ, հայրենիքում հավասարությունը նշանակում է, որ բոլորը ունեն նույն իրավունքներն ու հնարավորությունները։ Յուրաքանչյուր մարդ կարող է սովորել, աշխատել եւ իր երազանքը իրականացնել։ Ապրեք, կներկայացնեք ձեր գծագիրը։ Այո, այստեղ մի քանի շերտերով ներկայացված է արդարությունը, որպեսզի լինի արդարություն, հավասար իրավունքներ, աշխարհում տիրի խաղաղությունը եւ ամենակարևորը մեր հայրենիքը լինի ապահով, անվտանգ, այստեղ հայրենիք, սեր, պատասխանատվություն, համերաշխություն, օրենք, սահմանադրություն, համերաշխություն, միասնություն, եթե մենք լինենք միասին, ապա կկարողանանք ամեն ինչ կատարել։ Մեր նկարի մեջ պատկերված է մի քանի տարբեր մասեր, կշեր, որտեղ տարբեր բաներ կան, հավասար են, նկատում ենք, որ մենք ենք հավասար, այս գծագիրները սյուներն են, հավասար սյուները, իրար այստեղ գրքի մեջ մարդիկ են, որ տեսնում են այդ ամեն ինչը, որ բոլորը հավասար են։ Բոլորը եւ միասնության նշանը, որ մենք երկրում բոլորը խաղաղության եւ միասնության նշանը, որ բոլորս այս երկրում խաղաղ եւ միասին ենք։ Աշխատանքը գերազանցում շատ ապրեք, շատ թեմատիկային մոտիկ է, նոր դասը ամբողջությամբ կիրառված եւ յուրացված նաեւ հետադարձ կապով արդարության հետ է առնչվում։ Համադրությունը, հավասարության, համադրությունը սոցիալական հավասարության, իրավը հավասարության եւ արդարության հետ անմիջականորեն փոխհամագործակցված է։ Ապրեք շատ, շնորհակալ եմ, երկու աշխատանքները երազանց գնացում են։ Օրենքի դասից երեխաները որ մարդկանց մեջ տարբերություն չկա, բոլորը հավասար բոլորը գիտեն եւ աշխարհը գիտի։ ասա Ինչի արդարությունը։ Արդարությունը լինում է երկու տեսակի՝ արդար եւ անարդար։ Մարտին Լյութեր Քինգը մեզ խորհուրդ է տվել, որ միշտ լինենք արդարության կողմը։ շատ ապրես նորաճան, շատ ապրես երեխաներ, Համարաջան։ Սովորեցինք որ հավասարությունը բոլորիս մոտ պետք է լինի հավասար միասնական, որ բոլորը հավասար են օրենքի առջև, բոլորը հավասար են, ունեն իրավունքները անկախ սեռից, տարիքից կամ այլ տևերից, այսպիսով արդարությունը նաև որ լինում է բաշխման և ստուգման արդարություն ըստ իր օրինակների։ Ապրեք շատ։ Արդարությունը կանխավորվում է օրենսդրությամբ եւ այդ ամեն ինչի գլխավոր օրենսդրությունն է, օրենքների ընդունումը, տարբեր կարգու կանոնները։ Ապրեք շատ, ապրեք երեխաներ։ Տնային առաջադրանքը հետևյալն է։ Յուրաքանչյուրը անհատական աշխատանքներ է կատարում, ձեր պատկերացմամբ, ձեր երազանքները եւ բնականաբար ներառվում է ձեր երազանքների մեջ, այստեղ թիմային կատարեցիք, տանը կատարում եք անհատական աշխատանքներ։ Ես երազանք ունեմ, որ մեջ ներառված են լինում, օրենսդրությունը ներառված է լինում, իշխանության կողմից ուրեմն ընդունված, ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, նորմատիվ իրավական ակտերը, բնականաբար ամենի հիմքում մարդու արժե բարոյական, արժե համակարգը պետք է լինի։ Հարգանք օրենքի առջև, չէ, պատասխանատվություն օրենսդրության առջև եւ ամենակարևորը սեր հայրենիքի առջև, ամենակարևորը հայրենասիրություն, կրոն եւ իրավունքի գերակայություն։ Ես մեջտեղում այս ամեն ինչի հեղինակը դա մենք ենք, որը պետությունը մարդուն համարել է բարձրագույն արժեք։ Եվ երեխաներ, շնորհակալ եմ շատ։